Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ հավանեք, գրանցվեք, տարածեք, այսօր խոսենք հացաբուրկեղենի մասին, ուրեմն ինչ որ մեր բերանից գնում է դեպի ներս, մեզ համար կամ դեղ է, կամ թույն։ Հացաբուրկեղենները սովորաբար պատրաստվում են խմորից և նրա մեջ օգտագործող խմորիչից բաղադրության մեջ։ Շատ է պատահում, որ հաց գնելուց թարմ հացը մենք կտրում ենք և թթվահոտ ենք զգում։ Դա ցույց է տալիս, որ նրա մեջ խմորիչների քանակը խմորիչի շատ է։ Խմորիչը անցնելով մեր ստամոքսը, այնտեղ աղաթթվյալդության տակ, որտեղ թթվային միջավայր է, նրա պատյանը քայքայվում է և առաջանում են սնկեր։ Այդ սնկերը գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և առաջանում են ստամոքսի բորբոքում, գաստրիտ այսպես կոչված։ Այնտեղից սնկերը անցնելով հաստ աղիքի մեջ, գրգռում են նաև հաստ աղիքի լորձաթաղանթը, նրանք արագորեն բազմանում են, որովհետև իրենց համար կա շատ հարմար միջավայր, պայմաններ։ Եվ դրա արդյունքում առաջանում է դիսբակտերիոզ, ալերգիաներ և Աստված մեհարացե նաև նորագոյացություններ։ Սրանք խմորիչի արդյունք են։ Խմորիչը ստամոքսում նաև քայքավելով այն վերածում է խոլեստերինի և շաքարների։ Խոլեստերինը և նաև առաջանում են ճարպեր, որովհետև շատ է պատահում, որ ասում ենք, որ հատկապես ասում ենք, որ հաց ենք ուտում, գիրանում ենք, չաղանում ենք, դա մեծ մասամբ նկատվում է պահքի շրջանում, որովհետև պահքի ժամանակ օգտագործվողը հիմնականում հացն է և հացաբուրկեղենը, մենք այլ մթերքներ, կենդանական ոչ մի բան չենք օգտագործում, բայց գիրանում ենք, դա հենց կախված է խմորիչից։ Ինչու համար, որովհետև խմորիչներ օգտագործելուց օսլան, որ իրենից ներկայացնում է բարդ շաքար, ուրեմն նա անցնելով այրան մեջ վերածվում է շաքարի այլ տեսակների։ Այդ իսկ պատճառով խմորիչով հացը շաքարախտով հիվանդներին չի կարելի օգտագործել, հակացուցված է։ Բացի այդ, այն ստամոքսում, որ վերածում է խոլեստերինի և ճարպերի, բնականաբար ճարպերը գիրացնում են օրգանիզմը։ Հարգելի բարեկամներ, եթե հացը առանց խմորիչի է, պատրաստված է թթ խմորով, ինչպես ավանդաբար մեր գյուղերում և այլն մեր տատերը պատրաստել են ծնողները այդ հացը հաց թխելուց, նա պարունակում է իր մեջ B խմբի վիտամիններ, PP վիտամին, հանքային տարրեր և այլն, որոնք շատ հարազատ են և անհրաժեշտ են մեր օրգանիզմի համար, և մենք այդտեղից ստանում ենք մեր օրգանիզմի համար անհրաժեշտ շատ, այսպես ասած, տարրեր, որոնք զարգացնում են և մեր կենսունակության համար օրգանիզմի անհրաժեշտ են, հատկապես վիտամինները։ Հետևաբար աշխատեք օգտագործել խմորիչով չպատրաստված հաց, այսինքն այնպիսի հացեր, որոնց կամ հացամթերքներ, որոնց մեջ չկան խմորիչներ։ Դե այսքանը ես ցանկացած եմ տեղյակ պահել, որպեսզի դուք զերծ մնաք ինչ որ բաներից, որոնք վնասում են առողջությանը և լինեք առողջ։ Կրկին ձեզ առողջություն եմ ցանկանում, ցտեսություն։ Եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել տեղեկատվության և բուժման համար Պուշկինի 38, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։